Բարեկամներ, ողջույն։ Կարծում եմ պատրաստ եք հիմա կիմանաք ինչին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է պնդել համառել, որպեսզի Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, ԵԱՏՄ-ին։ Իդեպ, այս հայտարարությունը հիշեցնում է մի ցավալի իրականություն, որ Հայաստանում շատերը կարծում եմ մոռացել են։ Եթե իսկապես Հայաստանի ինքնիշխան որոշման մասին է խոսքը, այն էլ խնդրանքի, ապա ինչու այդ որոշումը հապճեպ կատարվեց եւ չդրվեց հանրաքվեի, ինչպես հիմա ընդունված է ասել։ Ինչու Հայաստանի քաղաքացիներին չհարցրեցին. տղեկ, տիկնայք, արդյոք ցանկանում եք, որ մեր երկիրը տնտեսական, քաղաքական բոլոր առումներով կապվի ռուսակենտրոն ինտեգրացիոն այդ նախագծի հետ։ Թե այդ տարիներին ժողովրդի կարծիքը մեծաշով ոչ մեկին չէր հետաքրքրում։ Ժողովրդին երբ են հարցրել, որ այդ ժամանակ հարցնեին։ Այդ հիմա է, որ ամեն բանի ժողովրդին մատնացույց են անում, ժողովրդին են հենվում, լեգիտիմացնում են ամեն ինչ։ Հասարակությունը մի օր պարզապես արթնացավ, մենք ապրել ենք, բարեկամներ այդ ժամանակ արթնացան ու TV-ով ասացին, որ երկիրը փոխում է ռազմավարական իրողությունը, պատրաստվում է անդամակցել այն ժամանակ Մաքսային միությանը, հետո որ վերանվանվեց Եվրասիական տնտեսական միությանը, ԵԱՏՄ-ին։ Հիշում եք։ Հիշենք, որ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ այն ժամանակվա նախագահը Սերժ Սարգսյանը պաշտոնական Երևանը բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ ասոցիացիան համաձայնագրի շուրջ։ Եվ հանրության մեծ մասը համոզված էր, որ երկիրը շարժվում է եվրոպական ինտեգրման ճանապարհով։ Սակայն որոշումը փոխվեց միակնթարթում, առանց հանրային լայն քննարկման, առանց հանրաքվեի, առանց ժողովրդի անմիջական մասնակցության, մի խոսքով հափշտապ։ Այսօր, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության հետ, գտնել նոր շուկաներ, նոր գործընկերներ, իհարկե ոչ հենց այնպես, ձեզ հայտնի զարգացումների պատճառով, ինչի մեջով մենք անցանք, դրա համար են գնացել նոր շուկաներ փնտրում, ոչ թե հավեսի համար կներեք էլի։ Մոսկվայից տարբեր մակարդակներով հնչում են հայտարարություններ, թե այս նման ռազմավարական քայլերը հանրաքվեով պիտի անցկացվի։ Պետք է ժողովրդին հարցնեք, նոր տես բաներ անեք։ Հիշում եք, Պուտինի մակարդակով դա ասեցին, Նովերչուկի մակարդակով, Լավրովի մի խոսքով, բոլորի մակարդակով։ Ու արդյունքում սահմանափակումներ մտցրեցին հայկական ապրանքների նկատմամբ։ Սակայն այստեղ առաջանում է լիովին տրամաբանական հարց։ Եթե հանրաքվեն ժողովրդավարական անհրաժեշտություն է, ըստ Ռուսաստանի, դե Ռուսաստանն էլ այնպիսի ժողովրդավարական, այնպիսի դեմոկրատիկ երկիր է, որ բոլորս նախանձում ենք, որի ամեն քայլ ժողովրդի հետ քննարկում են, ամեն ինչ է ուղղակի, ապա ինչու նույն սկզբունքով չէր կարելի այն ժամանակ ասել։ Այն ժամանակ գործեր էր սկզբունքը, երբ Հայաստանը մտնում էր Մաքսային միություն եւ հետագայում Եվրասիական տնտեսական միություն։ Ինչի ժողովրդի կարծիքը կարևոր է հիմա, բայց բացարձակ կարևոր չէր այն ժամանակ։ Բա որ ասում երկակի խաղ է, սրա համար եմ ասում։ Էլ ավելի զավեշտալի մեկ հանգամանք կա։ Ռուսաստանից հաճախ հեգնական տոներով հայտարարություններ են հնչում, թե Հայաստանը չի կարող լիարժեք ինտեգրվել եվրոպական աշխարհին, քանի որ Եվրոպական միության հետ ընդհանուր սահման Հայաստանը չունի, իրոք, կասեր հայտնի գործիչներից մեկը, տղեկ, դուք քարտեզ տեսել եք, թե ձերը մենակ գլոբուս է, քարտեզ, իսկ Եվրասիական տնտեսական միության հետ, որի անդամ է Հայաստանը քարտեզ սահման ունի, ում հետ ունի, Ռուսաստանի հետ ունի, Բելարուսի հետ ունի, Ղազախստանի հետ ունի, Қырғызստանի հետ ունի, ոչ մեկի հետ չունի, եւ պատասխանը պարզ է։ Ստացվում է, որ Եվրոպայի հետ սահման չունենալը ներկայացվում է որպես ինտեգրման խոչընդոտ, մինչդեռ նույն տրամաբանությունը երբեք չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Եթե աշխարհագրական սահմանը որոշիչ գործոն է, ապա այն պետք է հավասարապես կիրառվի բոլոր ուղղությունների նկատմամբ։ Եվ այստեղ արդեն հարցը միայն աշխարհագրությունը չէ, իհարկե ոչ։ Երբ Մոսկվայից ակնարկում են, թե Հայաստանի բնական տեղը ռուսական ինտեգրացիոն տարածքում է, ակամա տպավորություն է ստեղծվում, Հայաստանին նրանք շարունակում են դիտարկել ոչ թե որպես ինքնիշխան պետություն, փոքր բայց հպարտ, որը իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել արտաքին քաղաքականության եւ այլ հարցերով, այլ դիտարկում են որպես ազդեցության գոտու մաս, գրեթե միօթենական պետության բաղադրիչ։ Մինչդեռ վերջին տարիների իրադարձությունները Հայաստանի հասարակության մեջ խորը հիասթափություն են առաջացրել։ Երկիրը կորցրել է այն անվտանգային եւ քաղաքական հենարանի զգալի մասը,
որոնցով տարիներ ու տասնամյակներ շարունակ հիմնավորվում էր ռուսական ուղղության անհրաժեշտությունը։ Շատ քաղաքացիներ իրենց պարզապես դավաճանված ու լքված են զգում, էլի ձեզ հայտնի դեպքերի արդյունքում։ Այդ պայմաններում նոր գործընկերների եւ նոր շուկաների որոնումը ոչ թե ինչ-որ քմահաճություն է, այլ պետական անհրաժեշտություն։ Ուստի այսօր ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե որ ուղղությունն է նախընտրելի, եվրոպական թե եվրասիական, այլ ընդհանուր առմամբ մենք ուզում ենք միաբևեռ չլինել։ Եվ ամենակարևոր հարցը նաև այն է, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կունենա իր երկրի ռազմավարական ընտրությունների վերաբերյալ ազատ եւ իրական խոսքի իրավունք, որովհետեւ եթե հանրաքվեն սկիզբ է, ապա այն պետք է գործի բոլոր դեպքերում, ոչ թե միայն այն ժամանակ, երբ դրա արդյունքը կարող է համապատասխանել որևէ արտաքին ուժի քաղաքական շահերի։ Ռուսաստանը չի աջակցի Երևանին ոչ Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ-ի շրջանակներում, ոչ էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, եթե երկիրը որոշի շարժվել եւ մերձենալ Եվրոմիության հետ։ Հետագա որոշումները ի թիվս այլ բաների կախված կլինեն Հայաստանի կանալիք ընտրությունների արդյունքներից։ Իդեպ սա իմ խոսքերը չեն, Ինտերֆաքսին հարցազրույց է տվել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվորչուկը, Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցրել է այդ հարցազրույցի մեջ, որ Հայաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները եւ Ռուսաստանը եւս Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե Հայաստանը որոշի շարժվել դեպի Եվրոմիություն։ Այսինքն ոչ թե անդամակցել, այլ շարժվել դեպի Եվրոմիություն, իսկ այդ շարժի տակ թե ինչ է ընկած, ինչ գործողություն, արդեն թողնում եմ ձեր երևակայությանը։ Տեսեք, բարեկամներ, սա ընտրություններից առաջ մեր վերջին եթերն է։ Մենք կհանդիպենք արդեն այն ժամանակ, երբ ընտրության արդյունքները պարզ կլինեն։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում, դուք տեսնում եք, թե ինչ պայքար է, դուք տեսնում եք ամեն օր, եւ մենք փորձել ենք հնարավորինս պարզ մարդկային լեզվով, լինի դա Ամերիկայից, լինի դա Երևանյան տաղավարից, ձեզ ներկայացնել ինչ է կատարվում։ Դուք տեսնում եք, թե ինչ ճնշումներ են, ինչ հսկայական մեքենա է աշխատում մեր պետության ու պետականության դեմ։ Տարբեր տեսակի ուղղություններ, ասենք 1000 երեսանի պետական գաղափարախոսության ճակերտավոր մարտիկներ, ովքեր ըստ ենթադրությունների գալիս են, բերվում են ընտրության արդյունքների վրա ազդելու հեռանկարներով, նրանք չեն ենթադրում, թե ինչ անտարբերություն է ապագայի նկատմամբ, թե ինչ ոճրագործություն են նրանք պատրաստվում գործել։ Համացանցում իդե բազմաթիվ կադրեր կան, որտեղ մարդկային որակների այնպիսի անկում է, որ անգամ չգիտեմ ինչ բառերով դրանք մեկնաբանեմ։ Բայց ես վստահ եմ, որ ժամանակները փոխվել են։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը քաղաքականապես հասուն է առավել, քան երբևէ։ Մենք դժոխքի մեջով ենք անցել միասին։ Մենք էլ են բռնապետական ու ջարդված լեզուներս կարճ կներեք, էլ այդ ժողովուրդը չենք, որ ինֆորմացիայի պակաս ունի, տեղեկատվության կոլապսի մեջ է, որ մի քանի օգուտ ձեռներ մեդիաները ինչ պետք էր դա էին ասում եւ այլընտրանք չկար։ Ժողովուրդը հիմա գիտի, ինքը գտնում է մեդիաներ, ինքը գտնում է սորսեր, ինքը գտնում է աղբյուրներ տեղեկություն քաղելու համար, անկախ նրանից մեզ մոտ խոսքի ազատությունը ինչ մակարդակում է գտնվում։ Հազարավոր ֆեյքեր, ինչ ուզում են թող գրեն, միևնույնն է, ժողովուրդը լավ գիտի ինչ է կատարվում, ու Հայաստանի ժողովուրդն է որոշելու, թե ինչ ուղով պետք է շարժվի Հայաստանի Հանրապետությունը առանց արտաքին թելադրանքի, առանց ուղղորդված վաճառականների սպառնալիքների կամ շանտաժի։ Մի քանի ժամից, օրից օրը, մի քանի ժամից ընտրություններ են տեղի ունենալու եւ ընտրությունները հենց դրա մասին են, ինքնիշխանության, արժանապատվության եւ սեփական ապագան ինքնուրույն կերտելու իրավունքի մասին են։ Իսկ ես վստահ եմ, որ պատմության անիվը ետ չի պտտվում, Հայաստանի քաղաքացին արդեն մեկ անգամ ընտրել է ազատության ճանապարհը եւ որևէ ուժ չի կարող նրան վերադարձնել անցյալ։ Ու թեպետ հայոց լեզվում առաջ բառը նշանակում է անցյալ, առաջ լավ է, այնինչ առաջը պետք է ապագա լինի։ Այս անգամ ես վստահ եմ, որ առաջ բառը ապագա է խորհրդանշելու։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, առաջ մտածեք այդ ուղղությամբ։